Եկեք բացենք սահմանները։ Եկեք բացենք Թուրանը։ Հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք։ Պատկերացնում եք։ Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժորժ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ, դա ինչ նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա եւ նաեւ որոշակի տեսեք այսօր երկրները ընդհակառակը ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումները իրանց տարածքով տեղի ունենան։ Մենք ասում ենք եկեք փակենք հանկարծ ոչ մեկ մեր տարածքով չանցնի։ Դեն չի լինում։ Բա ինչի համար ենք պետություն ստեղծել։ Մեր տեսակետից ուրիշներն են գազան, ուրիշների տեսակետից մենք ենք գազան, բայց պատմությունը նույնն է։ Ինչ որ մեկը գնում է, տենում է վիշապը ջրի կողքը նստած է։ Է վիշապն էլ է ջուր ուզում խմի, դու էլ խմի, ինչ խնդիր կա։ Պայմանական անեկդոտի վիշապ էլի, խնդրում եմ բառացի չհասկանալ։ Ժողովուրդ ջան, հերիք է մենք հայրենիք փնտրենք, մենք հայրենիքը մեր գտել ենք եւ մեր հայրենիքը այս դեղին Հայաստանի Հանրապետությունն է։ Ստեղից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայրենիք չունեն։ Ինչը ձեզ չի արգելում, որ հիմա Ստամբուլը ձեր հայրենիքն է, չէ՞ նաեւ։ Բայց դա դուք Թուրքիայի քաղաքացի եք։ Դրանով է ձեր հայրենիքը եւ դա նորմալ է։ Եվ այս մենք պետքա տարբերենք, այս նրբությունները պետքա տարբերենք։ Եվ այս նրբությունները չտարբերելու արդյունքում է, որ մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում։ Բայց ես դա ձեզ չեմ ասում, ես դա ինձ եմ ասում։ Բա բռնենք հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշները վառենք, հետո էլ ասենք հլտես մեզ ինչ են բանանում։ Ոնց կլինի տենց։ Ոնց կլինի տենց։ Դուք պատկերացնում եք հեռուստատեսությամբ միջազգային հանրությունը նայում է, որ ինչ որ մարդիկ հանրապետության հիմնական հրապարակում հարևան երկրի այդ մեկ, երկրորդն է Թուրքիայի դրոշը վառում են։ Ինչ են մտածում այդ մարդիկ։ Մտածում են, ասում են, այս ինչ ուժեղ պետություն է, չմտածում են, ասում են, այս մարդիկ ոնց որ երթևեկության կանոններին չէ տիրապետում։ Հա, այս են մարդիկ են, որ մի քանի անգամ արդեն ավտոյի տակ են ընկել, բայց ոչինչ։ Ես կողմ չեմ, որ ես մեր ժողովրդին արդեն առիթ ունեցել եմ առաջնորդել այդ ավտոյի տակ ընկնելու, ես չեմ ուզում նորից, չեմ էլ ուզում ասեմ, լավ, ես թողեցի գնացի, ոչինչ, թող հաջորդը գա, հələ մի հատ այդ անեկդոտի նման, որ երկու ընկերով կինո նստած կինո նայելիս են լնում, այն մեկը շատ սենց հուզված, սենց նայում ամեն դրվագի ռեակցիա տալիս, ասում է վայ, այն կողքի ընկերն ասում է, լսես 5-րդ անգամ ենք այս ֆիլմը նայում, ինչ ես տենց ռեակցիա տալիս։ Վերջա մեկը վերջում տղեն մեռնելու է։ Ասում է դե մտածում եմ կարող այս անգամ չմեռնի։